Ողջույն բոլորին եւ շնորհավորում եմ մեր գեղեցիկ գարունը, գարնան բոլոր օրերը, առավել եւս այսօր մարտի 8-ն է։ Այսօր պետք է պատրաստենք մի այնպիսի ճաշատեսակ, որ գրեթե մոռացվել է։ Ժամանակին շատ ընդունված էր, լոբին եմ չորացրել աշնանը, ես ցուցադրել եմ դա, դուք տեսել եք թե ինչպես եմ շարում, շարանանում։ Այսօր պետք է պատրաստենք։ Ինչու է մոռացվել, որովհետև ժամանակները առաջ են գնում եւ լոբու պահպանման շատ ավելի ռեալ տեսակ կա, օրինակ սարեցնում ենք կամ բանկայով պահածոացնում ենք, որը գույնն է պահպանում եւ թարմությունը կարելի ասել, բայց այս չորացրած լոբու համը մեկ այլ ուրիշ է։ Ես կոնկրետ չեմ կարող ասել, որ հենց լոբի է դա, նրա բուրմունքը, համը բոլորովին ուրիշ է։ Կուզեմ, որ փորձեք, որովհետև իսկապես մոռացվել է։ Շատ քչերն են հիմա չորացնում լոբին։ Փորձենք պատրաստել եւ լոբին պետք է մատուցել քյավառի քյուֆտան տապակած։ Այդպես գնանք պատրաստելու։ Այստեղ մենք ունենք աշնանը չորացրած լոբին, կանաչ լոբին չորացրեցինք, դուք ականատես եղաք։ Լոբին տեղավորեցի հարմար տարայի մեջ եւ տաք ջրով թրջում եմ։ Այնպես որ ծածկի լոբին։ Եվ ծածկում ենք, ահա, այսպես թողնում ենք ամբողջ գիշեր։ Ահա, սիրելիներս, օրը ճաշ է դարձել, ամբողջ գիշեր տեսակ թրջեցի, իսկ հիմա պետք է եփենք։ Ահա, լոբին փափկել է, մի քանի անգամ կլվանանք, այս պղտոր ջուրը կթափենք, լվացի այնքան, մինչև ջուրը պարզվեց, այժմ լոբին կտեղավորեմ կաթսայի մեջ։ Թրջած լվացած լոբու վրա ես լցնում եմ աղբյուրի պաղ ջուր։ Ջուրը շատ եմ լցնում։ Մենք չպետք է շփոթենք թարմ լոբու պատրաստման ձևի հետ, որտեղ այնտեղ ջուրը շատ քիչ ենք լցնում։ Գազ օջախը միացնում ենք, հիշեք հարգելիներս, այս լոբին եփում ենք երկար եւ մարմանդ կրակով։ Ճիշտ ասած ես ասացի, որ քյավառի քյուֆտանն է, բայց ոչ, այսօր ինձ մոտ էջմիածնում ծեծած քյուֆտանն է։ Շատ թարմ եւ լավ քյուֆտա է, շատ լավ ծեծված։ Քյուֆտան դատարկում ենք մի այնպիսի տարայի մեջ, որ հնարավոր լինի խառնել։ Այս քյուֆտայի մեջ բոլորը գլուխ սոխ են մանր կտրատում ու խառնում, բայց քանի որ ես չեմ սիրում այդքան էլ հատկապես խաշված սոխի համը, ես սոխ չեմ ավելացնում, միայն սոխ չեմ ավելացնում, դուք պետք է սոխ ավելացնեք, ովքեր որ հաշտ են սոխի համի հետ, ես այդքան էլ հաշտ չեմ։ Կես կիլոգրամ քյուֆտայի միս է, այս քյուֆտայի մսին ավելացնում եմ 1 ձու, ավելացնում եմ 2 ճաշի գդալ ալյուր, կարող եք օղի ավելացնել, բայց ինձ շատ է դուր գալիս, երբ որ կոնյակ եմ ավելացնում, կոնյակի բուրմունքը ինձ շատ ավելի է դուր գալիս, ահա, կավելացնեմ 10 տարվա հնեցրած կոնյակ, Օղանյանների կոնյակն և օղին, ես գոված չեմ անում, օղին էլ ամենաընտիրն է ինձ համար, 2 ճաշիկ թալ լավ կոնյակ եմ լցնում, մի քիչ էլ ավել թող գնա, վնաս չէ, այսպես, և սկսում եմ խառնել, շատ լավ հարեցի, և կթողնեմ մոտ 7-10 րոպե թող հանգստանա, լոբին լավ եփվել է, բավական է որքան եփվեց, լոբին ջրքամ եմ անում, և թողնում եմ սառչի, տապակի մեջ ավելացնում եմ մի փոքր բուսայուղ, բուսայուղը քիչ եմ լցնում, ժամանակն է եկել, որ քյուֆտան գցենք տապակի մեջ, ձերքս թրջում եմ նաև մեծ գդալ, ճաշի գդալից մեծ է այս գդալը, և քյուֆտա եմ վերցնում, տեղավորում եմ տապակի մեջ, կրկին թրջում եմ գդալը,
Քյուֆտա եմ վերցնում։ Եվ այսպես շարունակ, երբ որ քյուֆտայի միսը կլոր տեղավորեցի արդեն, տակը փոքր բուսայով եմ լցրել, իսկ հիմա մի քիչ կես բաժակ ջուր եմ լցնում, գոլ ջուր, քանի որ տապակն էլ է տաք, բուսայողն էլ է տաք։ Կափարիչով ծածկում ենք, թույլ ենք տալիս ինքը եփվի։ Մինչ քյուֆտան կեփվի, մենք մեր խաշած լոբիները մանրացնում ենք, որպեսզի հարմար լինեն ուտել։ Ոչ շատ մանր, 2 կամ 3 կես ենք անում։ Ասեմ, որ մուշում շատ ընդունված էր չորացրած լոբին։ Աշնանը չորացնում էին ամբողջ ձմեռ, եւ աղցան էին պատրաստում, եւ տաք ապուրների մեջ էին լցնում։ Շատ քիչ աղ եմ անում։ Ինչու եմ աղը քիչ անում, որովհետեւ քյուֆտան գիտեք, որ աղով են ծեծում։ Թեթև աղ եմ անում։ Քյուֆտան հենց կեղևը պատվում է, շրջում ենք։ Ահա, թույլ կտանք այսպես եփվի եւ ջուրը գոլորշիանա։ Քանի որ լոբին պետք է ուտենք սխտոր մածունով, ինձ մոտ կա քամած մածուն։ Եվ ես սիրում եմ, որ ավելացնում եմ թթվասեր։ Մի լավ թթվասեր։ Եվ այս բոլորը հարում ենք, որպեսզի քամած մածունը բացվի։ Նաև մածունի մեջ լցնում ենք ճզմած սխտոր, ոչ թե ճզմած, ճիշտ չեմ ասում, այլ տրորած սխտոր, կամ հավանքով, կամ այսպես։ Ճզմածը մի տեսակ կտոր է դուրս գալիս, ես չեմ հավանում այդ տարբերակը։ Ահա, տրորած սխտոր։ Սխտորն էլ ենք ավելացնում։ Եվ անպատճառ մի փոքր աղ, որպեսզի համեղ ստացվի։ Ահա, խնդրեմ, սոուսը պատրաստ է։ Ահա, տեսեք, իսկական ժամանակն է, որպեսզի կարագ տնենք։ Դե դուք գիտեք, որ քյուֆտան յուղ է սիրում, կարագ է սիրում, որքան շատ եք դնում, այնքան համեղ է ստացվում։ Այսպես։ Իսկ հիմա կափարիչը բաց վիճակում պետք է տապակենք, որ այս մնացած հեղուկն էլ գոլորշիանա։ Իսկ այս մասում լցնեմ լոբին։ Շրջենք կոտլետները, հարգելիներս, ես չեմ ուզում, որ շատ կարմրի, ինչու, որովհետև որ կարմրացնում են, ճիշտ է, գեղեցիկ է երևում, բայց ինքը մի տեսակ ձգվում է, ռեզինի նման է դառնում, դրա համար թույլ, թեթև։ Եվ լոբու վրա ավելացնում են 2 ձու։ Մեր ուտեստը կարող ենք ասել պատրաստ է։ Ահա, մեր ուտեստը պատրաստ է, կրակը անջատում ենք և տակ-տակ մատուցում։ Ահա, խնդրեմ, մեր չքնաղ մունքով հարուստ ուտեստը պատրաստ է։ Տեսեք, թե ինչպես է մեջը ստացվել։ Խնդրեմ, իսկ հիմա փորձենք, տեսնենք, իրոք համեղ է, թե ոչ։ Անպատճառ այս մածունի և թթվասերի
Սոուսը պետք է լցնեմ լոբու վրա, որտեղ ուրիշ տարբերակ չկա։ Շատ համեղ է, հետաքրքիր համ է։ Եթե աչքիներդ փակեք ու ուտեք, չեք հասկանա ինչ եք ուտում։ Գիտեք, ինչ որ բանջար եք ուտում, շատ համեղ է։ Իսկ քյուֆտան օղիով մի պատրաստեք, էլի, կոնյակով արեք, չգիտեմ, շատ համեղ է ստացվել, և փափուկ, և տապակված, և յուղը տեղն է, իսկ ով շատ է յուղ սիրում, կարող եմ էլի հալեցրած յուղ ծորացնել վրան։ Դե հարիլիներս, պատրաստեք և թող անուշ լինի։